այս նիստին նորից բերել են ինչ-որ օրինագիծ, որը ուղղակի խայտառակություն է, խաբում են ձեզ, երևանցիներին և ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության բնակիչներին, որ ուզում են իբրև թե բարեփոխում անել, արտոնություններ տրամադրել, ովքեր գեներացնում են, արտադրում են աղբ այդ մարդկանց համար։ Ուրեմն տեսեք, ամբողջ գաղափարը աղբի հետ կապված, դա պետք է տրամաբանության մեջ լինի, որ աղբի արտադրություն առկա է Երևան քաղաքում։ Հսկայածավալ աղբ է արտադրվում, հետևաբար այդ աղբը պետք է մշակվի, պետք է այդտեղից սկսեին աղբահանության խնդիրը լուծել, այլ ոչ թե բարձրացնեին աղբահանության վարձը, այն էլ անտրամաբանական ձևաչափով հաշվարկելով քառակուսի մետրը սեփականատերերի կամ, չգիտեմ, տարածքի, որտեղ ապրում են այդ բնակիչները, անտրամաբանական, բացարձակ, այսինքն խոսում ենք անգրագիտության մասին, մարդիկ մնացել են, այո, նույն դասարանում, տգետ են, անգրագետ են, դպրոց չեն գնացել, համալսարաններ չեն հաճախել, ակնհայտ է սա։ Հիմա տեսեք, եթե մենք չենք լուծում աղբի հետ կապված մշակման հարցը, իսկ մենք դա չենք լուծել տարիներ շարունակ, երկու հսկայածավալ աղբավայր գոյություն ունի Երևանում, որոնք ուղղակի թունավոր հանքավայրեր են, մեկը Նուբարաշենը, մյուսը Աչափնյակ համայնքում գտնվող աղբավայրերը։ Եթե սա չի լուծվում եւ բերում են այսպիսի նախագծեր, որը անտրամաբանորեն թանկացնում են աղբի հետ կապված գումարը, աղբահանության հետ կապված գումարը, սա խոսում է այն մասին, որ ոչ միայն տգետ են, անգրագետ են, չգիտեմ, անբարոյական են, այլ նաև կոռուպցիաներներ են եւ կոռուպցիայի մեջ ահավոր թաթախված գաստրոլորներ են, որ 7 տարի է պտտվում են Հայաստանի Հանրապետությունով եւ Արցախով, հանձնեցին Արցախը, հիմա եկել են Երևան քաղաքն են ապահանում, ձեր եք կտրիել Տիկին Փոստանջան, Տիկին Փոստանջան, Տիկին Վարդանյան, խնդրում եմ գտնվող գազաններին։ Մի հատ խնդրում եմ կոռեկտ խոսեք, մի հատ կոռեկտ խոսեք, Տիկին Փոստանջան, Ես իմ Փոստանջան ունեմ հիմնավորում։ Խնդրում եմ դուք կոռեկտ արտահայտվեք, մի հատ մի գոռացեք իմ վրա, մի հատ հանգստացեք։ Խնդրում եմ տեղից չարձագանքել, շարունակեք։ Դահլիճի կարգավորում։ Կոռեկտ խոսեք ու առանց վիրավորանքների, այլապես հակառակ պատասխանը կստանաք, ես նայ ձեր համար եմ ասում։